Նախ բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար, բարև ձեզ հարգելի ժողովուրդ, սա կարելի է նկարագրել պետական ռեկետ, ռեյդերսկի զախվատ, որովհետև Սամվել Կարապետյանի վրա այն հոդվածը, որ դրել են, դա շատ ծիծաղելու է, մարդը ոչ մի ավելնորդ բառ չի ասել, մարդը արած ունի այս երկրի համար, հայ առաքելական եկեղեցու համար, իհարկե նրան շատ դժվար կլինի, որպես հայի, որպես ամեն մեկիս, որ ինչ-որ մի ոչնչություն պախարակում է մեր եկեղեցին, բայց գլխավորը Սամվել Կարապետյանի ասած բառերը չէին, գլխավորը հեծն է, որ ինքը ուզում է դա նվիրել թուրք-ադրբեջանական ոհմակին, ուշքի արի հայ ժողովուրդ, սրա ամեն մի օրը մնալ իշխանության, դա կործան հայ ազգի, Հայաստան աշխարհի, հայոց պատմության, իմ սիրելի ժողովուրդ ճիշտ հասկացեք, զգուշացնում եմ բոլորիդ հաջորդը վիոլա ջուրն է, հետո սուպերմարկետների ցանցը, հետո գյուղատնտեսության ասպարեզում, սա ոչնչացնում է ամեն ինչով, սա ուզում է հային սարքի թուրք-ադրբեջանական ստրուկներ, հայ ժողովուրդ, համախմբվիր հարգելի ընդդիմություն, ձեզ ասում եմ, համախմբված ժողովրդի բարձրացրեք ոտքի, որպեսզի հեռացնենք այս ոչնչությանը, մարդ, որը կործանում է մեր հայրենիքը, մեր երկիրը, մարդ, որ պրոստը անհնար է պատկերացնել, խոսում է, գրում է, դոմփում այդ բառերով, իրան եմ ասում, դոմփելիս ծնվում են այնպիսի վիժվածքներ, ինչպիսին դու ես, ոչնչություն, նորմալ մարդիկ ծնվում են սիրո հարաբերություններից, չփորձես հանկարծ նորից հայ եկեղեցուն պախարակել, մենք կանգնած ենք եկեղեցու կողքին, են որ ասում են կանգնած ենք նասմերտ, за нашу церковь, за нашу веру, за наших матерей, за нашу родину, и за нашего Бога, и за наш народ. А ты, тварь, ответишь за все, что ты творил с этим народом. Կներեք ռուսերենիս համար, պարզապես այս ոչնչությունը, այս դավաճանը մեր հայրենիքը հասցրել է այն աստիճանի, որ պախարակում է հային ամեն տեղ, նրան դուր չի գալի հայրենասեր մարդիկ, հային սիրող մարդիկ, հայի համար ինչ-որ բաներ արած մարդիկ, խոսքս ուղում եմ 3 նախագաներին, խոսքս ուղում եմ վարչապետներին, պարոն Վազգեն Մանուկյան, պարոն Խոսրով Հարությունյան, պարոն Հրանտ Բագրատյան, խոսքս ուղում եմ Արամ Գասպարի Սարգսյանին, խոսքս ուղում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին, խոսքս ուղում եմ Ռոբերտ Քոչարյանին, խոսքս ուղում եմ Սերժ Սարգսյանին, խոսքս ուղում եմ Դաշնակցական կուսակցությանը, Հանրապետական կուսակցությանը, համախմբվեք, մեր ազգը, մեր հայրենիքը օրհասական վիճակում է, համախմբվեք վարկյան առաջ հեռացնենք այս վիժվածքներին, հայրենիքի դավաճաններին, ժողովուրդը պատրաստ է, դեն դրեք բոլոր ձեր ամբիցիաները, որովհետև եթե դա չլինի, գիտեք ձեզ էլ է նույն բանը սպասելու, սա բոլորիդ հանձնելու ադրբեջանցուն, Ալիևի պահանջով, խնդրանքս կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոսին, Կիլիկիո հայոց կաթողիկոսին համախմբեք բոլորին, համախմբվեք, ժողովուրդը պատրաստ է, հավատացեք բառերիս, բայց ճշգրիտ ու հստուկ քայլերով, ժողովուրդի մեջ կան մասսաներ, 50-60 հազար հոգի, որ անկոտրուն կանգնած են, խոսքս ուղղում եմ ոստիկաններին, դուք էլ եք ընկնելու նույն վիճակում, դուք չեք խայտառակվում այս տականքի կատարածներից, հայ ժողովուրդ, ոտքի, այսօր հայրենիքի փրկության, ազատագրության օր պետք է նշել, պետք է համախմբվենք, որպեսզի կարողանանք մեր հայրենիքը փրկել, չեմ կարողանում խոսել, չեմ կարողանում բառեր գտնել ասելու, այն խայտառակությունը, այն պահվածքը, աշխարհում չկա որևէ մի երկիր, որի ղեկավարը իրան պահի այդպես, անգամ Սոմալիի նման երկրում ղեկավարը այդպես չի պահի, ես չգիտեմ մի ցեղախումբ, որի առաջնորդը իրան այսպես կպահեր, սա մեր ամոթն է, համաշխարհային քաղաքակրթության մեջ քո դերը ունեցած ազգ, էսով ա քեզ փախարակում, էսում ես դու նայում, մի հատ դուք նայեք այդ դեգեներատին, նա ուրիշ ձև իրան պահել չգիտի, ոչնչություն, ստորացված, սուտասան, չգիտեմ էլ ինչ ասեմ, եթե դուք կգտնեք բառեր ասեք, հասկանում եք, ես գիտեմ, որ ամեն մեկը սարսափելի հայհոյանքներ եք տալիս, ես գիտեմ, բայց այդ հայհոյանքների տեղը, այդ ֆեյսբուքյան ֆիդայնության տեղը, մենք պետք է ոտքի կանգնենք, համախմբվենք, տարաձայնությունները մի կողմ դնենք, սա մեր երկրի հարցն է, մեր հայրենիքի, մեր երեխաների, մեզ չեն ներելու, հավատացեք բառերիս, հավատացեք, արեք համախմբվենք, իհարկե խոսելով, ստուդիաներում ոչինչ չես անի, արեք դուրս գանք, համախմբվենք, եթե չեն ուզում առաջնորդեն, հրաժարվում են, մենք մեր միջից կգտնենք առաջնորդներ, համախմբված ժողովուրդ, միայն դա է քո փրկությունը, մի նայեք ոչ մեկին, այսօր ծանրագույն վիճակում ենք մենք, մեր բարեկամ Իրանը իր պրոբլեմներն ունի, Ռուսաստանը իր պրոբլեմները, մենք պետք է համախմբված լինենք, որպեսզի կարողանանք թուրք-ադրբեջանական ոհմակի դեմը կանգնենք, որովհետև մենք չունենք իշխանություն, այսօր Հայաստանում չկա իշխանություն, այսօր Հայաստանում կան թուրք-ադրբեջանական ոհմակի ներկայացուցիչներ, որոնք խլել են իշխանությունը, դուք կարծում եք 21 թվին սա լիգիտիմ էր, ոչ, ես հավատում եմ այն մարդկանց, որոնք ասում են 280 հազար կեղծիք ա եղել, բայց սարսափելին այն է, որ մենք դուրս չեկանք փողոց, մենք դուրս չեկանք ու չստիպեցինք սահմանադրական դատարանին ճիշտ որոշում կատարի, դրա համար ներողություն եմ խնդրում, որ համաձայնվեցինք այդ վճիռի հետ ու հիմա կրկնում են նա երբեք չի եղել լիգիտիմ, անգամ 18 թվականի դեկտեմբերի 9-ի ընտրություններին լիգիտիմ ընտրություններ լինում են, երբ որ ժողովրդին ծրագիր են ներկայացնում, երբ որ ժողովուրդը չի ընկնում հոգեվարքի մեջ ու գնում ընտրությունների, երբ որ ժողովուրդը հանգիստ ուղեղով մտածված գնում ընտրությունների, սա չի եղել լիգիտիմ, միթե դու սրան էիր արժանի, միթե դու սրան արժանի էիր, սրան նողկալիությունը նայեք ես վիժվածքին մարդու հետ տալ է գալիս, հասկանում եք, դրա պահվածքին, դրա գժություններին, Աստվածին, փրկի հայ ազգին, ես վիժվածքից, սա հայ չի, ես համոզված եմ, հայը չի կարա, հայ ամենամեծ վիժվածքը, ոնց որ Նժդեն ասել է,
աշխարհի ամենամեծ վիժվածքն է, բայց կներեք, կա ավելի վիժվածք, որ սա է, սա հայ չի, սա չի կարա հայ լինի։ Իմ կոչնա ձեզ, դուրս են գալիս փողոց, չենք ենթարկվում ոչ մեկին, հարգելի մեծահարուստներ, այսպես կոչված, սեփականատերեր, փակեք ձեր բոլոր հիմնարկները, ժողովուրդը թող դուրս գա, հիշեք, հաջորդը դուք եք, եթե այդ խայտառակությունը, որ կարելի էր անվանել արդարադատություն, բռնաբարությունը, արդարադատության հանդեպ կատարեցին Սամվել Կարապետյանի հանդեպ, դուք նրանից հզոր չլինեք։ Ես ձեզ լուրջ եմ ասում, փակեք ամեն ինչ, դուրս հանեք ժողովրդին փողոց, ոչինչ կդիմանանք, բայց այս վիժվածքը պետք է հեռանա։ Համախմբվեք ձեր ժողովրդի հետ, համախմբվեք, խնդրում եմ։ Ոտքի հայ ժողովուրդ, մահ կամ հաղթանակ, բայց հաղթանակը մերն է լինելու։